Ուսումնական տարվա ամփոփիչ խորհրդաժողովը սկսվեց Շիրակի մարզի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի ելույթով։ Նա ներկայացրեց կրթության որակի ապահովման ծրագրերը եւ ուսումնական աշխատանքների կազմակերպման խնդիրները։ Սահակ Մինասյանը խոսեց նաեւ դպրոցներում աշակերտների քանակով ֆինանսավորում կազմակերպելու մասին, ինչը շատ կրթօջախների կանգնեցրել է լուրջ խնդիրների առաջ։ Դպրոցում կա ընդամենը ընդհանուր հաշվով 35 կամ 45 կամ առավելագույնը 50 աշակերտ։ Անկալել որ այդ դպրոցում կարող են ունենալ քիմիայի կամ ֆիզիկայի լիարժեք լաբորատորիա կամ ունենալ համակարգչային լավ լսարան կամ ունենալ մասնագիտական մասնախմբեր հագեցած մասնագիտական համապատասխան ներուժով հեռու իրականությունից։ Այդ ֆինանսավորումները աշակերտ թվով կատարվում են հավասարեցված տարբերակով բոլոր դպրոցների համար, բայց կան դպրոցական շենքային պայմաններ ունեցող տարբեր դպրոցներ, կոնկրետ մեր դպրոցում այն խտությունը, որը պահանջվում է օրենքով պահպանել, մենք ոչ մի կերպ չենք կարող դա անել, որովհետև շենքային պայմանները դա չեն ներում։ Անդրադառնալով համայնքներում աշակերտների մասնագետների պակասին վարչության պետը նշեց, որ առաջացած խնդիրն ուսումնակրթական համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի արդյունք է, քանի որ այսօր ունենալով ուսուցիչների թվի գերաճ, միաժամանակ որոշ համայնքներում ունենք մասնագետի պակաս, հնչեց նաև առաջարկություն, որ դպրոցներում դասավանդելու իրավունք ստանան միայն մագիստրոսի աստիճան ունեցող ուսուցիչները։ Ինձ թվում է նորից չարչարել գործող մանկավարժներին, ովքեր տարիների ընթացքում եւ փորձ եւ վարպետություն են ձեռք բերել ու հավատալ, որ այսօրվա մագիստրոսը շատ ավելի բարձր կրթական ու մասնագիտական մագարտակ ունի, քան դպրոցներում աշխատող բակալավրի կարգավիճակ ունեցող ուսուցիչները, ես կարծում եմ, որ ճիշտ չի, այսինքն ես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր ելույթում դժգոհեց դպրոցների տնօրեններից, նշելով, որ վերջիններս չունեն կոնկրետ ծրագրեր եւ առաջարկություններ, իսկ առաջացած ֆինանսական խնդիրները աշխատանքի սխալ կազմակերպման արդյունք է։ Նշվեց նաեւ, որ դպրոցներում սովորելը պետք է պատասխանատու եւ ավարտելը դժվար լինի, հենց այս սկզբունքով պետք է առաջնորդվի ցանկացած տնօրեն։ Բնական է նաև որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք կարելի է իրականացնել այն ծրագրերը, գոնե մինիմումը, որը կնպաստի տվյալ ուսումնական կրթական ծրագիրը իրականացնելու։ Տնօրենից ամենամեծ բանը, որ հիմա պահանջվում է, եւ ես կուզեի, ասենք, չքաշվել այդ մասին ասել, մասնագիտական բարոյական կերպարն է։ Ամփոփելով Շիրակի մարզում հանրակրթական դպրոցների վիճակի մասին քննարկումը, խորհրդաժողովում նշվեց, որ այսօր մարզում կա հանրակրթական 42 դպրոց, որոնք մինչև օրս ջեռուցվում են հեղուկ վառելիքով։ Դրանք հիմնականում համայնքային դպրոցներ են, որոնք չունեն աշակերտների բավարար քանակ։ Առաջարկությունների փաթեթի մեջ նշվեց նաև նմանատիպ դպրոցների միացման հարցը հարակից համայնքի դպրոցի հետ։ Նաիրա Նալբանդյան, Սամվել Վարդանյան, Գալանյուս։